մարդը նախ եւ առաջ պետք է սկսի Աստծո հետ իր հարաբերությունները շտկել։ Այսինքն պետք է նախ եւ առաջ հարցնել, թե Աստված ինչ արժեք ունի իմ կյանքիս մեջ։ Կհավատամ, այո, բայց չփավեր։ Տարին թերոս մեկ-երկու անգամ եկեցի գերտան, չեն երթար, անիկալ ուզելով չեկամ մեկուն հարսանիքն եկամ մյուսն մգրդությունն է, անոր համար գերտան։ Հիմա այս մարդը եթե գսե, որ ես Աստված գսիրեմ, սուտ կխոսի։ Իր կյանքին մեջ Աստված չկա։ Եվ թշպարտաբար շատ մարդիկ իրենք հավատացյալ կգարցան։ Հիսուսն ալ այսպիսի հավատացյալներուն խոսեցավ, որ պետք է ապաշխարեն։ Ուրեմն ապաշխարանքը հոնդերեն կսկսի։ Հարց պիտի տամ ինձ, թե Աստված իմ կյանքիս մեջ ինչ արժեք, ինչ տեղ ունի, եւ ես շոշափելի կոնկրետ ինչպես ցույց կտամ այդ արժեքը։ Որքան ժամանակ կդրամատրեմ Աստծո։ Աստծո խոսքը կգարթամ ես։ Եկեղեցին ինչ արժեք ունի։ Ինչպես կոգնեմ եւ կսադարեմ ես Աստծո գործին։ Այս բոլորը պետք է աչքի անցնեմ եւ ասեմ, որ բագասավոր եմ ես։ Իրապես Տեր Աստված, ես քեզ լուրջ չեմ արած։ Հիմա ես կուզեմ լուրջ առնել քեզ, իմ սիրտիս մեջ իմ եսս, իմ աղդոտ եսս հանել կուզեմ, այդտեղ քեզ տնել կուզեմ։ Եվ ես սխալ ուրերեմ, մինչև հիմա քեզ դուրս ցկելով իմ կյանքից կետրոնեն։ Ապաշխարանքը այն է, որ ասենք որ դեր մգերտակ հասցեմ ունիք, գերտակ երկար ճամփա գքալեք, հետո գահսկնակ որ սխալ է եղել։ Այդ ուղությամբ երբեք չեք հասներ այդ տեղ։ Եվ գսեք որ չէ, սխալ է։ Ինչ պիտի ունեք, ետ պիտի դառնաք։ Պիտի հարցնեք շիդակ տեղ եւ հոմ պիտի երթաք։ Ուրեմն ապաշխարանքը այս է։ Մենք պիտի անդրադառնանք, որ մենք ինչ կփնտրենք, երջանկություն կփնտրենք, երանություն կփնտրենք, ինքնաբավարարություն կփնտրենք, իմաստ կփնտրենք այս կյանքին մեջ եւ կյանք կփնտրենք։ Հավիտենական կյանք կփնտրենք։ Այդ պետք է լա։ Աստված պետք է անոր համար մեր նպատակը։ Ուրեմն երբ որ այս կյանքին մեջ կտեսնենք որ չկա, կսենք որ փամբագաս եմ կյանքիս մեջ։ Ուրեմն պետք է Աստված առնեմ իմ կյանքիս մեջ։ Եվ Աստված գարնենք մենք մեր կյանքին մեջ, այդպես կշարունակենք մեր կյանքը։ Ուրեմն մեր ուղղությունը թե Աստված կընթանանք։ Այս ապաշխարությունը եւ ամեն օր եթե մենք այսպես ապրենք, այնադեն ապահովված ենք աղետներու եւ մահվան դիմաց։ Աղետը եւ մահը մեզի անպատրաստից պիտի չփռնե։ Մենք պատրաստ պիտի լինենք, Աստծուով պիտի դիմակրավենք եւ պատրաստ պիտի լինենք նույնիսկ մահվան։